Ողջույն սիրելի ընկերներ, ես գտնվում եմ Վարագավանքում և մեկ անհաջող նկարահանման փորձ ունեցա, որովհետև փորձում եմ կապ որսալ և ինչպես ամեն անգամ կիսել ձեզ հետ իմ հույզերը, ուրախությունները, ապրումները և պատմել հերթական այցելության մասին։ Այսօր խաղող օրհնեք է և մենք մեկ շատ հետաքրքիր թիմի ընկերների հետ եկել ենք Վարագավանք և բերել ենք հենց խաղող օրհնեքի օրը հերթական լույսերի չափաբաժինը։ Տիկին Հասմիկս խոսակցություն է ունեցել տերիղիայի հետ և փորձում եմ տեղից տեղ տեղափոխվել, որպեսզի ձեզ պատմեմ ամբողջությամբ մեր այցելության նպատակը և հիմա տեղ գտնեմ, որտեղ կարող եմ պատս պարվել անձրևից և շարունակեմ ներկայացնել։ Տիկին Հասմիկի հետ քննարկման ժամանակ տերիղյան ասել է, որ մեզ եւս 5 լույս եթե ունենանք, ապա Վարագավանքը կլինի լույսերի մեջ, բայց ես կարծում եմ, որ դեռ էլի պետք կլինեն լույսեր հետագայում և արդեն ոչ թե առաքյալների աջակցությամբ, կարծում եմ հենց այս կարող է լինել յուրաքանչյուրի ոտնամուտը, ով դրսից գալիս է, ձեզ հետ կարող եք բերել արևային լույսեր, որովհետև այս տարածքում հոսանք չկա և հոսանքով չենք կարողանում միացնել և թող ձեր լույսի կանթեղը լինի Վարագավանքում, սա որպես և խորհուրդ և նվեր և օրհնություն և ուխտ կարող եք ընկալել և ընդունել։ Իսկ ես այստեղ եմ Քրիստինե և Գարիկ Ազատյաններ զույգի շնորհիվ, զույգի աջակցությամբ, որոնց էլ անվանում եմ լուսավորիչները Վարագավանքի, որովհետև Վարագավանքը երկու դար շարունակ չի ունեցել ոչ լույս, ոչ քահանա և տերիղիային երբ որ նշանակել են այստեղ քահանա, օրհնվել է եկեղեցին և այդ օրհնություններից մեկն էլ հենց Քրիստինեն ու Գարիկն են իրենց աջակցությամբ, իրենց ուղարկած լույսերով։ Մենք արդեն առաջին անգամ բերել ենք 5 լույս, երկրորդ անգամ խոսքս արևային պանելներով լույսերի մասին է և երկրորդ անգամ 6, իսկ այսօր արդեն 7, 2 հատ մուտքի մոտ տեղադրելու համար և 5 հատ էլի ճակատային մասերում, որպեսզի հեռվից արդեն ովքեր իմ եթերներում տեսել են վանքը հեռվից, երբ որ ես նկարում եմ, ցույց եմ տալիս, ապա անտառի մեջ այս գեղեցկուհին կարծես իր առանձին թագավորությունը լինի այս Վարագավանքը անտառով, դրա համար շատ եմ սիրել և բազմիցս ասել եմ, երևի մի 40 անգամ եթե ոչ ավել եղել էի այստեղ, բայց վանքը իմ սիրտն է մտել հենց տերիղիայի շնորհիվ և այսօր էլ նրա շնորհիվ լուսավորվել է, որովհետև եթե չլիներ նրա հետ հանդիպումը, չէր լինի խոսակցությունը, չէր լինի ուղիղ եթերը, չէր լսի տիկին Հասմիկս, չէր քննարկի իր հարազատների հետ և այսօր այս գեղեցկուհին չէր լինի լույսերի մեջ։ Չգիտեմ ինչու գեղեցկուհի ասեցի Վարագավանքին, երևի գեղեցկուհին, այդպես տեսա, նրան կնոջ կերպարում երևի, որովհետև շատ գեղեցիկ է։ Շրջեմ վանքի տարածքով և ասեմ, որ վանքը տերիղիայի ոտնամուտով նոր շունչ է ստացել և իմ եթերների մեջ ես միշտ խոսում եմ նաև խնդիրներից, բարձրաձայնում եմ, որպեսզի գտնենք լուծումը։ Տերիղյան այստեղ չունի նստավայր, պիտի ասեմ, որ նրա ընտանիքը գտնվում է Մոսկվայում, նա ձեռնադրվել և նշանակվել է այս չքնաղ վանքի քահանան, վանքը քահանա չի ունեցել 2 դար առաջ եղել է Գրիգոր Մանուչարյանը, արքիեպիսկոպոս, 2 դար հետո նոր նշանակվել է տերիղյան և նրա օրոքել լուսավորվել է վանքը, այնպես որ պետք է պինդ պահենք տերիղյային և սատար լինենք նրան ու
ծեսերն է վերականգնել, ովքեր որ ծանոթ են Շամշադինի կողմը, ավելի քիչ են եղել եկեղեցիները, հավատքը ավելի արմատացած չի եղել եւ վերջին տարիների ընթացքում իհարկե եւ եկեղեցիները եւ ժողովուրդը դեպի ավելի շատ եկեղեցիներ սկսել են գնալ ու ուզում եմ ցույց տալ, այսպես անեմ նոր ասեմ, իդեպ ասեմ, որ ես Բերթի թոռ եմ եւ այստեղ երբ որ գալիս եմ, չնայած ամեն մարզում եմ ինձ այդպես զգում եւ ամեն գյուղում, բայց այստեղ մի ուրիշ զգացողություն եմ ունենում, շատ ամուր է հողը ոտքերիս տակ եւ ցանկանում եմ, որ Շամշադինի հենց պիտի նշեմ, չնայած ասում են մի ասեք այդ անունը, այլ ասեք Տավուշ, բայց Տավուշը ավելի մեծ է, չէ՞, նոյեմբերյան Դիլիջանի Ջևան, այս Շամշադինի տարածաշրջանում պետք է ամեն մի քառակուսի մետրում լինի արև, լույս, ժողովուրդը ապրի հարուստ, խելացի, երջանիկ, ամեն մեկն ունենա իր եկամտի աղբյուրը եւ իհարկե ես սա պատմում եմ այսպես շատ գեղեցիկ, մի խոսքով Սինգապուրը պիտի երանի տա Շամշադինին։ Ես գեղեցիկ եմ պատմում, բայց իհարկե սա յուրաքանչյուրիս ընտրությունն է եւ ամեն մեկս պետք է միանանք այս խորհրդին, գաղափարին եւ սկսենք այդ ուղղությամբ մտածել։ Հիմա խնդրանքս հետեւյալն է։ Տեր Եղիան մեր պահակի հետ այստեղ նստում են երևի սուրճ են խմում, այս հատվածն է, որտեղ որ նրանք կարողանում են նստել, երբ որ անձրև է գալիս, երբ առաջ անգամ հանդիպեցի ձյուն էր դեռ առաջին գալով եւ մի բան ասեմ, այս մառախուղն էլ ասիրուն, այնքան սիրունա չեմ կարա փոխանցեմ ձեզ պատկերացումս շատ ճիշտ ձևով եւ հիմա ես անձրևի տակ եմ, բայց ցուրտ չի, բայց հրաշալի հոգեվիճակ է մի խոսքով։ Հիմա խնդրանքս հետևյալն է, որ Տեր Եղիան չունի նստավայր եւ նստավայր ասելով ոչ թե այդպես մեծ նստավայր, այլ Եվ հետևաբար մեզ անհրաժեշտ է մի փոքրիկ աջակցություն, եթե կան կազմակերպություններ, ովքեր կառուցում են տներ, փայտի տները, որը որ հիմա շատ ակտուալ է, մոդուլային տնակները, մենք կարող ենք խնդրել, որպեսզի նրանք աջակցեն եւ մի փոքրիկ տնակ էստեղ տեղադրեն Տեր Եղիայի համար, իսկ մենք փոխարենը ամբողջ աշխարհով մեկ կգովազդենք այդ կազմակերպությունը որպես բարի սիրտ ունեցող կազմակերպություն եւ վստահ եմ, որ հազարավոր անգամներ կավելանա ձեր տնակների վաճառքը։ Եթե կապը թույլ տա, եթե թույլ չտա, պարզապես եւս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ ես գտնվում եմ Վարագավանքում, ավելի ուշ կփորձեմ տեղադրել հոլովակ արդեն, որտեղ կլինի լուսավորված Վարագավանքը, բայց այսօր Տեր Եղիան ասեց, այս նորերն էլ տեղադրենք նոր, որ շատ ավելի շքեղ լինի տեսքը վանքի։ Ես այստեղ եմ Քրիստինե եւ Գարիկ Ազատյանների աջակցությամբ, ես նրանց անվանում եմ Վարագավանքի լուսավորիչները եւ յուրաքանչյուրի դեմ հորդորում, ասում, խնդրում, որ ամեն մեկդ երբ որ գալիս եք Տավուշի կողմ, եկեք Վարագավանք եւ առհասարակ, եթե մարդիկ դրսից գալիս են, Սփյուռքից գալիս են շրջագայության, այն ստանդարտ փաթեթը տուրիստական, որ ունենում եք, դրան ներառեք նաեւ 1-2 մարզում գտնվող որևէ եկեղեցի, խոնարհվող եկեղեցի, որի դռները չեն բացում, որովհետև հեռու է, գիտեք, իրականում հեշտ տեղ գնալ ու հեշտ տեղում ինչ-որ բան անելը հեշտ է, բայց երբ որ դուք, օրինակ, սա Սփյուռքին է խոսքս վերաբերում, օրինակ, գալիս եք Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ ձեր տուրերին գումարում եք, օրինակ, 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տավուշի Վարագավանք այցելությունը 350 կիլոմետր, մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խնածախ գյուղի
եկեղեցու այցելությունը, Բարձրավանի Բղենով վանքի այցելությունը, մենք այնպիսի վանքեր ունենք հեռավոր, խոնարհված, արդեն մոռացության տրված եւ կարծես թե նոր վանքերը նորաձև են դարձել, բայց մեր պատմությունը հների մեջ է, հների պատերի մեջ է եւ հենց այս վանքերի բակերում են մեր նախնիների աճյունները, որոնք մեզ փաստում են մեր եղելության, մեր պատմության մասին ողջ իրականությունը, այնպես որ շատ եմ խնդրում գեղեցիկ ժամանցի հետ, բնականաբար կողմ եմ ամենասիրուն վայրերը Հայաստանի այցելելուն, որովհետև մենք ամենաչքնաղ երկիրն ունենք, բայց անպայման ներառեք, սա դարձնենք սովորություն, նախ այցելությունները հեռավոր մարզեր ակտիվացնենք, որովհետև մեր հեռավորը իրականում այդքան էլ հեռավոր չի, որովհետև երբ որ դուք Եվրոպայում, Ամերիկայում կամ Ռուսաստանի Դաշնությունում 300-400 կիլոմետր մի տեղից մի տեղ եք գնում, չեք ասում, որ հեռու էր, ասում եք մոտիկա ստեղ 300 կիլոմետր կամ մոտիկա 400 կիլոմետր է։ Եվ Հայաստանում էլ այդպես է, ես բազմիցս այդ օրինակը բերել եմ եւ մենք Կարենի հետ հասցնում ենք մի օրվա մեջ լինել Արարատի մարզում, անցնել Կոտայքի մարզով, հետո Գեղարքունիքի մարզով, հետո գալ Տավուշի մարզ եւ կարողանում ենք նույն օրն էլ վերադառնալ։ Այնպես որ անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն եւ մենք ունենք 29743 կիլոմետր տարածք, որի պատասխանատուն մեզնից յուրաքանչյուրն է, իսկ այդ 29743-ի մեջ մտնում է Վարագավանքը եւ մտնում են մեր բոլոր հեռավոր մարզերը, իրենց վանքերով, եկեղեցիներով, պատմամշակութային այլ կոթողներով եւ իհարկե բնակիչներով, գնացեք, շփվեք, նոր ծանոթություններ, դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ կապերի արդյունքում նաեւ շատ մարդ վերադառնալով հյուր գալով Սփյուռքից հետո որոշում է կայացնում, որ մնալու է հայրենիքում։ Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, որովհետև շատ հաճախ հերվից մի քիչ պաթոսը շատ է լինում եւ չգիտեմ, այս խոսքերս ու այս թեման, որ երևի եկեղեցու բակից պիտի լիներ կամ ինքնաբուխ եկավ այս զրույցը, որ հերվից միշտ ավելի թե քննադատությունները, թե վախերը, թե խորհուրդները ավելի շատ են լինում, բայց ուզում եմ ասեմ, որ մեր երկրում ամեն ինչ հրաշալի է եւ աշխատանքի առումով, եւ ապահովության առումով, եւ տրամադրությունների առումով, եւ բոլորիդ իհարկե սիրով սպասում ենք։ Ես մի փոքր շրջեմ, ինչքան որ կապը թույլ կտա, որովհետեւ արդեն 2 անգամ անջատվեց։ Եվ քանի որ լայվը 1 ամիս է պահպանվում, ես կփորձեմ սա նաև ներբեռնել եւ պահպանել։ Այս հատվածը շատ եմ սիրում վանքի։ Տիկին Անահիտ Նազարյանի հետ որ եկել էինք, այս մատուռում աղոթեց, ես էլ եմ այս մատուռը սիրում, ես էլ եմ այստեղ աղոթում։ Եվ առհասարակ ես ամեն օր եմ աղոթում, որովհետև ամեն օր քնելուց առաջ, բայց ինձ համար առանձին ժամ չկա աղոթքի կամ Աստծո հետ հաղորդակցվելու համար, որովհետև նա ինձ հետ է, իմ ներսում է, իմ սրտում է, իմ հոգում է, մենք միշտ միասին ենք եւ ես ուղղորդվում եմ նրանով եւ նրա հուշումներով։ Այդպես եմ կարծում, այդպես եմ զգում։ Ափսոս, որ մառախուղ է, բայց շատ գեղեցիկ մառախուղ է։ Այսպես երևի ավելի գեղեցիկ է ընդգծում տեսքը վանքի եւ մենք անպայման կտեղադրենք նաեւ գիշերվա վիդեոներ, որովհետեւ Տեր Եղիան նույնպես փոքրիկ լույսեր է ավելացրել ճամփեզրին, որպեսզի նաեւ այսպես մանր լույսերով լուսավորվի եւ ինչպես արդեն ասացի, եւս մեկ անգամ նշեմ, որ Քրիստինե եւ Գարիկ Ազատյաններ զույգի կողմից, որոնց ես անվանում եմ Վարագավանքի լուսավորիչներ եւ հաստատ համարում եմ օրհնություն եւ նրանց ընտանիքը առհասարակ առաքյալներս օրհնված են։ Այսպիսի լույսեր ենք տեղադրել առաջին այցելության ժամանակ բերել ենք 5, հետո 6, այդ 11, հետո այսօր էլ 7։ Արդեն 18 լույս ունենք այստեղ։
Նաև խնդրում եմ ովքեր որ կայցելեն Վարագավանք, անպայման նշեք, անպայման ուղարկեք ձեր լուսանկարը եւ եթե ձեզ հետ կբերեք ձեր հոգու կանթեղը, դա նույնպես լուսանկարեք, ուղարկեք, տեղադրեք առհասարակ նմանատիպ վայրեր այցելելիս միշտ հոլովակներ, ռիլեր, ֆոտոներ, ուղիղ եթերներ տեղադրեք, որպեսզի մարդիկ երբեմն մեզ թվում է, որ այս ինֆորմացիան բոլորը ունեն, բայց ոչ, որովհետև մենք այս թեմային էլ պիտի անդրադառնամ, որովհետև մենք մեր երկրում լինելով տեղային հայրենասերներ ենք, այսինքն Սյունեցին սիրում է Սյունիքը, լոռեցին լոռին, տավուշեցին տավուշը, չտարանջատենք բոլոր մարզերը եւ դա նրանից է, որ դա մեզ մոտ դարձել է կենսակերպ եւ երբևէ մարդը Սյունիքից վեր չի կենում, ասի ես զբոսաշրջիկ եմ եւ կնոջս ամուսնուս ընտանիքիս երեխաներիս հետ գնում եմ տավուշում հանգստանալու կամ ես լոռիից եմ գնում եմ Սյունիք հանգստանալու։ Մենք մեր երկրի լավ զբոսաշրջիկներն ենք եւ եկեք սկսենք հենց մեր երկիրը ճանաչելուց, շրջագայենք մեր երկրում, բացահայտենք մեզ համար մեր երկիրը, որովհետեւ շատ հաճախ հանդիպում եմ նաեւ ես հետ թափում եմ այս մասիկիս ֆոն, որ նույն համայնքի, օրինակ եթե խոշորացված համայնք է եւ 10-20 գյուղ կա, այդ հարակից գյուղերի մարդիկ իրենց հարակից գյուղերի անուններն անգամ չգիտեն։ Հիմա նորից փորձ եմ անելու եւ գնամ դեպի եկեղեցի, քանի որ այս հատվածում կապը շատ վատ է, բայց Տեր Եղիայի ձայնը ես լռեմ ու փորձենք ինչքան հնարավոր է լսենք, ուղղակի աստվածային է, ուրիշ բառ չկա։